Արտիքի տարածաշրջանում պատգամավոր Մուշեղ Պետոյանի մասին որպես ժողովրդի կողքի մշտապես կանգնած անձ են համարում։ Այս մասին քիչ ավելի ուշ մինչ այդ նշենք, որ Մուշեղ Պետոյանը Շիրակի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության տեխնացու է առաջադրվել, թե իրականում ինչով է պայմանավորված կրկին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը եւ ինչ ծրագրերով են թարաժ գնում այս ընտրություններին, Մուշեղ Պետոյանը այս կերպ է բացատրում։ Նախկինում աշխատած տարիների ընթացքում կարևորագույնը ավելի շատ համարել եմ, որ ժողովրդի մեջ լինեմ, ժողովրդի խնդիրները, ժողովրդի ոչերը փորձեմ որոշակի լուծում ստանան։ Շատ կարևոր է այսօր մեր ժողովրդին շատ բան պետք չէ, պարզապես մի փոքր ուշադրություն է պետք դարձնել եւ հասանելի լինել իրենց, որ իրենք կարողանան շուտ եւ շատ շփվեն պատգամավորի հետ։ Ես էլ փորձել եմ նախկինում այդ ծևի, այդ սկզբունքով աշխատել։ Ավելի շատ պատկերացրել եք, որ նույնիսկ քառօրյա նստաշրջանից հետո ամեն օր ես եկել եմ Արտիկ, նորից հետ եմ վերադարձել ամեն օր, բայց չնայած նրան, որ Երևանում այդ բնակարան ունեմ, էլի, որովհետեւ շատ կարողանան ինչ ժողովուրդ տեսնել եւ այս տարածաշրջանի խնդիրները եւ ընդհանրապես խնդիրներին փորձենք լուծում տանք։ Տարածաշրջանում քաջացանոթ են, մարդիկ Մուշեղ Պետոյանին լավ ճանաչում են։ Նախկինում իր արած գործերով բազմաթիվ տարածքներում, բազմաթիվ համայնքներում կատարած աշխատանքներով Մուշեղ Պետոյանը հասանելի անձնավորություն է։ Մուշեղ Պետոյանի գրասենյակը երկար տարիներ կանոնավոր գործել է։ Քաղաքացիները, համայնքի ղեկավարները իրենց ուզող խնդիրներով, բազմաթիվ խնդիրներով դիմել են եւ հնարավորինս առավելագույնը ստացել են լուծումներ։ Կապված այս նախընտրական գործընթացի հետ նշեմ, որ արդեն ձևավորվել են տեղամասերում, տարածքներում ձևավորվել են աշխատանքային խմբեր, շտաբներ, աշխատում են մարդիկ, ովքեր հավատում են Մուշեղ Պետոյանի կարողություններին, լծվել են այս աշխատանքին եւ վստահ են, որ անպայման միասնական աշխատանքով մեր ջանքերի շնորհիվ ունենալու ենք լուրջ հաջողություններ։ Նախկինից մարդիկ գնահատելով Մուշեղ Պետոյանի աշխատանքը, իրենք էլ են կան ազնվորություններ, որոնք մոտենում են, առաջարկում են իրենց օգնությունը, օժանդակությունը ընտրական գործընթացները կազմակերպելու եւ նորմալ անցկացնելու համար։ Արտիկում, ինչպես նաև ընտրատարածքն ընդգրկող համայնքներում Մուշեղ Պետոյանին նաև որպես բարերար ժողովրդի կողքի մշտապես կանգնած անձ են համարում։ Պատահական զրույցները այդ են վկայում։ Հիմնավոր կարծիքները լսելու համար այցելեցինք նրան լավագույնս ճանաչողներին։ Պարոն Պետոյանի մասին պատմելու երևի արդեն էս երկրորդ արդեն Գումարման ազգային ժողովի պատգամավորության տեխնազու է, հա, արդեն մի Գումարման ազգային ժողովում եղել է գործող պատգամավորը, այսօր էլ առաջադրվել է որպես գործող պատգամավորի նաև ռեյտինգային ցուցակում հանրապետական կուսակցության կողմից է առաջադրվել Պետոյան Մուշեղի տեխնացությունը։ Պետոյան Մուշեղի մասին երկար չեմ կարող խոսել, որովհետև իմ երոջ մասին եմ խոսելու, իմ երոջն էլ ներկայացնելով նշանակում է մենք բոլորս մեզ ենք ներկայացնում։ Այսօր բոլորն էլ մեզ ճանաչում են, բոլորն էլ մեզ գիտեն որպես տարածքի տղեկ, տարածքի մարդիկ, թե մեր աշխատանք կատարած աշխատանքով, թե մեր բոլորիս անցած ճանապարհով բոլորին պարզ է, չեմ կարծում, որ Պետոյան Մուշեղին ներկայացնելու կարիք կա։ Ինքը հայ տղա է, արտիքցի տղա է, բոլորն էլ Պետոյան Մուշեղին ճանաչում են, շատ լավ անձնավորություն է։ Կարծում եմ հանրապետական կուսակցությունը շատ ճիշտ որոշում է կայացրել Պետոյան Մուշեղի հետ կապված։ Ինչով է առանձնանում պարոն Պետոյանը։ Դեպի Պետոյան Մուշեղը արդեն առանձնացել է իր մարդ տեսակով։ Եթե մարդուն 15,000 հոգի ընտրել է, ինքը գնացել է ազգային ժողով, որպես ազգային ժողովի պատգամավոր է, արդեն ժողովրդի ընտրած քվեն ինչ որ բան ասում է այդ մասին։ Լրջախոհ, երբեք չմեծամտածող, մարդկանց ինչ ասեմ, օգնելու ցեկտումով, ապրող մարդ է, իր միջոցներով ամբողջ այդ ջրաբերուկները, շինարարական ջրագծերը անցկացրեց, գույղակցերը վերանորոգեց, որոնք քշել տարել էր էլի հեղեղը։ Վերանորոգից ամեն ինչ։ Ինք չի սիրում իհարկե ասել, թե ում համար ինչ է արել, բայց երբ սպես խոսում ես մարդկանց հետ եւ ամեն կողմից լսում, գիտեք, Մուշեղիս հարցում ինձ օգնել եք, գիտեք, Մուշեղի ուսման վասն է վճարել երեխաներիս, գիտեք, այս է արել, այն է արել։ Եվ Էդի պատճառը, որ այսօր
միցպես ընդրազանգված ունի էլի ինքը եւ հարգանքը որ վայելում է նա հենց այդ դա է որ մարդկանց նկատմամբ ունեցած կարիքից վերաբերմունքը կարիքավորին օգնելու ցկտումը նրան դարձրել է այդքան երիտասարդ եւ այդպես գնահատված ու սիրելի